Արագածոտնի մարզի Եղի-Պատրուշ գյուղում հոկտեմբերի 18-ին արտասովոր աշխուժություններ Թեղենիսի Ստորոտին Skyrunning առաջնությունից առաջ նախավարժանք էին անում 100-ից ավելի մասնակիցները, որ րոպեներ անց բարձրանան լեռան գագաթ։ Թեղենի Skyrace 2025-ը պրոֆեսիոնալ մարզիկներից բացի համախմբել է առողջ ապրելակերպով հետաքրքրված տասնյակ անձանց ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլև Իրանից եւ Ռուսաստանից։ Քանի որ աշխարհում հիմա միավորվում է սպորտ եւ տուրիզմը, սա սպորտային տուրիզմի ամենաառաջնակարգ միջոցառումներից է, որովհետեւ ինքը շատ massայական է եւ մասնակցում են եւ ճանաչելիությունն է բարձրանում Հայաստանի։ Թեղենից լեռան ընտրությունը պատահական չէ, ռելիեֆը լիովին համապատասխանում է միջազգային Skyrunning-ի չափանիշներին։ Կազմակերպիչները նպատակ ունեն աշխարհում արագ զարգացող այս մարզաձևը տարածել նաև մեր երկրում։ Սա այն մարզաձևն է, որ պիտի էտապներով բարձրանաս, հասնես այս մակարդակի, որտեղ եթե ամբողջ կյանքը վազել ես ասֆալտի վրա, սարը վազելով բարձրանալը անհնար է, եթե հատուկ դրա համար չես պարապել, էլի։ Այնպես որ սկսելով սովորական վազքից մարդկանց ներգրավել, հետաքրքրություն առաջացնել ու իրանք ավտոմատ հաստատ ուզելու են ավելի բարդացնեն ու արդեն Skyrunning-ն էլ կարողանանք զարգացնել։ Առաջնության առաջնային նպատակն է այս մարզաձևի զարգացումն ու առողջ ապրելակերպի մշակույթի ամրապնդումը հանրության շրջանում, սակայն նման նախաձեռնությունները նպաստում են նաև տուրիզմի զարգացմանը, աշխարհին ցույց տալով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի ոչ միայն պատմամշակութային, այլև արկածային զբոսաշրջության առումով։ Այսպիսի միջոցառումները աշխուժացնում են նաև համայնքային կյանքը։ Այս 5 գենցիկը մարզային միջոցառում է։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ որ ասում ենք համաչափ զարգացում, մենք հենց սա նկատում ենք։ Առաջնության կազմակերպիչները շեշտում են, առանց գլխավոր հովանավորի Հայէկոնոմբանկի միջոցառումը չէր կայանա։ Բանկի ղեկավարությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում կարևորում են նման միջոցառումներին աջակցելը, քանի որ այս միջոցառումները նպաստում են առողջ ապրելակերպի եւ սպորտի զարգացմանը։ Հատկանշական է, որ առաջնության իրենց ակտիվ մասնակցություն ունեն նաև բանկի աշխատակիցները։ Բացի դա, քանի որ նման միջոցառումները աշխուժություն են առաջացնում նաև Հայաստանի համայնքների տնտեսական կյանքում, այդ առումով Հայէկոնոմբանկը ուրախ է, որ իր ներդրումը ունի նաև այդ ձևաչափով տնտեսական աշխուժություն ապահովելու Հայաստանի համայնքներում։ Առաջնության կազմակերպչական աշխատանքները տևել են մոտ 3 ամիս, դժվարությունները հաղթահարված են, մրցումն անթերի անցկացնելու համար խոչընդոտներ չկան։ Երեք, երկու, մեկ, մեկնար։ Քառասուն րոպեում Թեղենիսի Ստորոտից գագաթ հասավ Հայաստանի բազմակի չեմպիոն դահուկորդ Միքայել Միքայելյանը, գրանցելով լավագույն արդյունքը։ Հնարավոր է նաև ավելի արագ, հոգեպես էլ որ փախնում ես բոլորից, բոլորը շատ հետ են, էլ ոնց որ չես ցանկանում ավելի արագ գնալ, էլի դու քեզ կոմֆորտ արագություն ընտրում ես ու ուղղակի բարձրանում ես։ Միքայելյանից մի քանի րոպե անց եզրագիծը հատեց փոխչեմպիոն Սպարտակ Ոսկանյանը։ Սպասելի էր հաղթանակները, որովհետև մենք անում ենք այս մարզումները, էլի սարերը միշտ բարձրանում ենք։ Այս մարզումները խթանում են, որ սպորտը զարգանա, ավելի շատ վազեն, էլի առողջ ապրելակերպով զբաղվեն։ Կանանց խմբում եւս հաղթողները պրոֆեսիոնալ մարզիկներ էին, դահուկորդ Կատյա Գալստյանն առաջինն էր։ Ես ավելի շատ կուզենայի, որ իմ հետ մրցվող լիներ, քան թե մենակ ես բարձրացա։ Դաժե մեծ թվով տղերքի եմ անցել։ Հայերով կնեցիք, վավորացներ են։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Վազորդ Սարաս Թայցը, նա երկար տարիներ ապրել է Վաշինգտոնում, հիմա տեղափոխվել է Հայաստան։ Հուսով եմ լիքը նմանատիպ միջոցառումներ կունենանք Հայաստանում այսուհետ։ Շատ կարևոր բան է, որ զբոսաշրջիկներ կան Հայաստան ոչ մենակ մեր սիրուն տեղեր տեսնելու, բայց այսպիսի միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Կազմակերպիչները նախատեսում են այս մրցաշարը դարձնել միջազգային եւ անցկացնել տարեկան 2 անգամ։ Գարնանային առաջնությունը կանցկացվի մայիսին Թեղենիսում, իսկ աշնանը մասնակիցները կհաղթահարեն արդեն Արագածի գագաթը։ Skyrunning позволяет
самым чистым. Սկայրանինգը թույլ է տալիս ամենամաքուր եւ ազնիվ ձևով շփվել լեռների գեղեցկության, բնության հետ։ Այս լեռները ներշնչում են վազել ավելի արագ եւ ավելի բարձր։ Շնորհակալություն եմ հայտնում առաջնության կազմակերպիչներին եւ հովանավորներին այս հրաշալի միջոցառման համար։ Հույս ունեմ, որ նման մրցաշարեր ավելի հաճախ կանցկացվեն, ընդ որում ավելի մեծամասշտաբ, որպեսզի ավելի ու ավելի շատ մարզիկներ ներգրավվեն այս հիասքանչ սպորտաձևում։ К этому замечательному виду спорта. Թեղնի Sky Race 2025-ը կազմակերպված էր անվտանգության բոլոր նորմերը հաշվի առնելով։ Առաջնությունն ավարտվեց հաղթողների պարգևատրմամբ։ Հայ-Էկոնոմ բանկը առաջին 3 տեղերը զբաղեցրած կանանց ու տղամարդկանց հանձնեց նաև դրամական պարգև։ Այս դեպքում հաղթող են համարվում բոլորը։ Նրանք, ովքեր կարողացան հաղթահարել լեռնային դժվարությունները, հասան Թեղենիսի գագաթ, վայելեցին բնության հիասքանչ պատկերը, մաքուր օդն ու ազատության այն շունչը, որ զգում ես միայն բարձունքին։